Ձեր կուսակիցները Աբովյանում հայտնվեցին աղմկահարույց պատմության մեջ, կողմերից մեկը ծեծի հետ կապված է ինչ-որ բաներ, ահազանգեր հնչում են մեկի հետ կապված, որը ծեծի է ենթարկել մյուսը հայհոյանքներով է աչքի ընկել, ինչպես է գնահատում այս միջադեպը եւ ինչ եք կարծում, արդյոք պետք է նրանց կուսակցությունից հեռացվելու հարցը դառնա ձևակերպում քննարկման առարկա։ Տեսեք, մենք երկու տեսանկյունից պետք է հարցին նայենք, ես իհարկե տեսել եմ մամուլի հրապարակումները, նախ իրավական, քրեաիրավական եւ մեր իրավապահ մարմինները պետք է պարզեն եղելությունը եւ մեղավորները, եթե այդպիսիք կան, համապատասխան օրենքով սահմանված կարգով ընթացք տրվի այդ ամեն ինչը եւ կուսակցական կարգապահության տեսանկյունից մենք ունենք ինստիտուտներ կուսակցությունում, որոնք գործել են եւ գործում են եւ եղել են էլի այդպիսի դեպքեր, ցավոք սրտի, երբ որ մենք կուսակցությունից օրինակ մարդկանց ենք հեռացրել տարբեր պատճառներով Վիլեն Գաբրելյանին մենք բայց ինքը մանդատը Վիլենը Գաբրելյան մենք որևէ գործողություն չենք արել, բայց նկատի ունեմ այդ երկու մեխանիզմով պետք է գնանք առաջ եւ երբ որ կլինեն որոշումներ մեր մասով կուսակցության, դրա մասին իհարկե Հայկ Կոնջորյանը ասում է, որ ինձ դիմել են եւ ըստ ուրերի դիմել է երբ որ հետ կապված չորը այսպես պատմությունների հետ կապված եւ ինքը ասել է, որ ես այդ առնչությամբ գործ չունեմ։ Սա նորմալ է, երբ խմբակցության ղեկավար լինելով հանդերձ ինքը այսպես բարձրացնի վիճակում է կողմ։ Լավ չհասկացա հարցը ճիշտ ասած։ Ըստ ուրերի, երբ Հայկ Կոնջորյանին դիմել են, որ իր եղբայրը ով է դիմել։ Չեմ երևի այդ ով որ այդ խնդիրները ես ամենավին տեղյակ չեմ այդ մանրամասներին եւ կարծում եմ տեսեք Հայկ Կոնջորյանն է մեկ ուրիշն է հիմա բազմաթիվ մարդիկ ունեն բարեկամներ, հարևաններ, ընկերներ, եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել կամ իրա նկատմամբ են հանցագործը պետք է լինի պատիժ եւ Կոնջորյանի մեղավորություն ստեղ փնտրելը ես կարծում եմ որ պարզապես ձեր էթիկայի կանոնակիցը նաեւ հարազատների համար է սահմանում վարքականում ինչ-որ բան այսինքն ոնց հարազատ հիմա եթե իմ հարազատը գնա ինչ-որ մեկի մտեղ սխալ բանանի մեջ հայտնվեր եթե կլինի կուսակցականի հանդեպ կուսակցականը ինչ-որ բան Ժորժան տարբեր հարցեր եք տալի հարցը Կոնջորյան Հայկի մասին էր ես ասում եմ Հայկը ինչ կապ ունի այստեղ ավետի մասին արդեն ասեցի կլինեն համապատասխան process-ներ եթե արդյունքը կլինի ձեզ կտեղեկացնեմ դրա մասին չեմ հասկանում Կոնջորյանը կապ չունի սա նշանակում է որ նրա փոխնախագահի պաշտոնում մնալու հարցը չի էլ վերանայվի չի էլ քննարկվի Ակելի գործընկերներ ես չեմ հասկանում թե դուք ոնց եք մեկը մյուսի հետ կապում իրականում հարցերը ասում եմ կա քրեա իրավական գործընթաց, եթե կլինի մեղավորություն որևէ մեկի, քննիչներ, դատախազներ, դատավորներ այդ հարցը կլուծեն։ Կուսակցական մասով կլինի process, եթե որևէ կուսակցական խախտել է մեր կանոնադրությունը, կուսակցության վարչության ընդունած այլ որոշումներ, այդ թվում կարգապահական էթիկայի կանոնագիրքը, ըստ այդմ էլի կլինեն որոշումներ։ Հիմա մենք մեղավորության կանխավարկածով որոշել ենք, որ Հայկ Կոնջորյանը ինչ-որ բանում մեղավոր է։ Ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Ես հարց էի տալիս, ոչինչ չէի։ Չէ, ես էլ ասում եմ, որ ես չեմ կարծում, որ դա այդպես է, որ Հայկ Կոնջորյանը հիմա մենք ունենք հիմքեր նույնիսկ ենթադրել, որ ինչ-որ բանում մեղավոր է։ Այս կոնջորյանի պատմության մեջ է հայտնվել եղբայրը կոռուպցիոն եղբայրը եթե եղբոր քննարկման առարկա դառնալ ժողովուրդը պարզի որ իր այդ եղբայրն էլ է մեղավոր դրա մասին խոսենք բայց հիմա օդից ենթադրություններ են կանում որ այդ մարդկանց ազգանունները նույնն են իրանք էլ իրար հետ բարեկամ են նույնիսկ չգիտեմ էլ ինչ եղբայր են անկեղծ ասած ես ավետին առանձին գիտեմ որպես Ավետ Կոնջորյան, թեկուս։ Ձեզ համար ընդունել եք այս ամեն ինչը ինչ տեղի ունենում։ Ես ասացի ընդունել է։ Դե կոնկրետ հարցնեմ, ձեզ նորմալ։ Իմ համար ցանկացած բռնություն կամ էթիկայի կանոնագրքի խախտում ընդունել։